Այսօր ցեզի հետ պիտի բաժնեկցիմ Ղուկաս 11:26-ին, որում պատմությունը Տեր Հիսուս արիթով հայտնեց ժողովրդին, աշակերտներուն, բայց այսօր մեջը գա խորունկ արժեքներ, իմաստ, նամակ, որոնք մենք պետք է սորվենք եւ մեր առօրյային վերածենք։ Միասին գարտանք բաժինը 26-րդ համարեն գսե, ապա գերթա եւ գբերե իր մե ավելի չար 7 այլ ոգիներ, որոնց հետ ներս մտնելով գփնագի հոն, որով այն մարդուն վերջը իր նախկին վիճակեն ավելի քեշ կլա։ Մենք այսպես իբրև բաղմություն գրնանք արնել շատ անգամ, բայց կնկատենք, որ աս իրականությունը բաղմութեն է շատ ավելի անթին է, նույթը որ դերը գխոսի և արիթով այսպես ներշնչում ունեի և ներշնչումս այդ գեդին մեջն էր, թե զարմանալի է, որ ինչպես գրնալալ, որ այս հոգիները կան և մարդուն մեջ պնագին։ Ինչպես գրնալալ, որ մեկ մարդ այս չապ ունի, բայց կան 7 հատ հոգիներ և մարդուն մեջ պնագին։ Գամ ինչպես գրնալալ, ինչպես ուրիշ արիթով Տեր Հիսուսը սավ, որ լեքեյոնը եկավ և մարդուն մեջ մտավ։ Հռոմեական բանակի օրինակով լեքեյոնը մոտ 3000 զինվոր կգազմե։ Եվ այսպես համեմատություն, փախտատություն մնելով, ինչպես գրնալալ, որ 3000 հատ ոգի կա մարդուն մեջ պնագի։ Իրար մեջ են դեղանար, դեղը բզդիկ չի կար։ Եվ հոն է, որ ներշնչումը դերոչմեն հայտնվեցավ ինձի, թե հոգևոր էակներուն պնույթը դարբեր է։ Համեմատաբար մեր ֆիզիկականին հետ լման դարբեր է։ Եվ որովհետև դարբեր է, անոր համար կարևոր է մենք հասկնանք իրենց պնույթին վերապերող բաները եւ ադոր համացայն հարաբերինք եւ մոտենանք հոգևոր աշխարհին եւ ադոր համացայն բահենք մեր անձերը եւ ապրինք մեր անձերը ճիշտ կերպով։ Սուրբ Գիրքը արդեն այսով մեզի կուկա հայտնելու, որ թևերը դարածքի կապված սահմանափակում չունին, ինչպես ֆիզիկական մարմինները կունենան։ Ուրիշ դեղը Տեր Հիսուս ասավ, որ եկեք եւ հարութենեն ետ նայեցեք իմ ձեռքերուս եւ իմ ոտքերուս, որովհետեւ ոգին այսպես չունենար, կամ ինչպես լեքեյոնին հետ խոսած Ադենը դուրս եկավ, որ մոտ 3000 հատ ոգի կա այդ թիվահար մարդուն մեջը։ Հետևաբար թևերը, բիղձ ոգիները նյութական արարածներ չեն, սահմանափակված չեն ֆիզիկականի մեջ բնավ, նյութե կազմված չեն եւ չափով չեն սահմանվիր, զանգվածով եւ գազմվածքով, ֆիզիկական դարածությունով չեն բացատրվիր եւ չեն կրնար մեր իրենց հետ գաբը կամ մեր իրենց մասին գիտությունը հիմնել այդ ցևով։ Անոնք կգործեն հոգևոր ոլորտին մեջ, ներգործելով մարդկային գիտակցության, գամքին եւ զգացումներուն վրա։ Անոնց ազդեցությունը մեր գամքին, մեր գիտակցության եւ մեր զգացումներուն վրա գլա հիմնականորեն, լա երբ թևը բնագի մարդուն մեջ, կամ լա թևը թուրսեն ջնշելով կգարավարե մարդուն կյանքը, հիմնականորեն կգործե անոր գամքին, անոր նկարակիրին, անոր զգացումներուն վրա։ Եկեղեցու հայրերը ընդհանրապես կսորվեցնեն, որ թևերը հոգևոր բանականություններ են, ոչ թե նյութական արարածներ։ Օգոստինոսը գսե
գոյություն ունին իբրև իրականություն, բայց ոչ այն կերպով, որով ֆիզիկական մարմինները դարածք կգրավեն։ Անոնց ներկայությունը մարդուն մեջ ազդեցություն եւ դիրաբեդություն է։ Այսինքն գրնան դիրաբեդելու համար հազարավորներ եւ միլիոնավոր լալ թևերը մեր գետրոնացումը իրենց փնագելուն կապված պետք չէ լա, մեր գետրոնացումը իրենց դիրաբեդելուն վրա պետք է լա, խաղապարներով, մեր գամքին վրա, մեր նկարակիրին վրա, մեր զգացումներուն վրա դիրաբեդելու աշխատանքին հետ կապված պիտելա եւ բնավ պետք չէ իրենց ներկայութենեն ազատելու հետ կապված լա։ Այսինքն այդ համոզումը որ կա իմ մեջս թև կա կամ իմ մեջս թև չկա։ Մեջը թև լա կամ մեջը թև չլա, դակավինտուն գրնաս դիրաբեդվիլ թիվային աստեցութեն է, թիվային խաղապարներ է, գիրքը քեզի կդարաբեցնե, նկարակիրով կդարաբիս, վերջապես եթե դու զգուշ չես, քու մեջը փնագողը, քեզ փրկողը չէ, իր խաղապարներով, իր խորհուրդով, իր մարդկայինով, իր սերով, իր սրբությունով, դու գրնաս դարվիլ, ազդվիլ ուրիշ աստեցություններով։ Հովանես Ոսկեպերան գսե բնավ դարածությունը, ներկործությունը դարածության մասին չէ, հապա մարդուն վրա եղած իշխանության, ինչքանով ինքը գրնակու վրա իշխել, ադոր համացայն ինքը գուքա։ Եվ հետևաբար մենք պետք է այս ուղղությամբ զգուշ լինենք, եւ որ մենք գսենք մտավ մեգումը մեջ, բարձորեն կնշանակե վերա հսկողությունը ստացավ, ինքը կհսկե անցին միտքը, գամքը, զգացումները, իր ներկայությունը կհաստատե մարդու մեջ, այսինքն մարդը ինչ պիտենե, կարծես հրաման արած կլա իր մե, ինչպես մենք երբ որ հավատացյալ եղանք, այլևս մեր կյանքի առօրյայի մեջ նկատի կառնեինք, որ պետք է մեր քայլերը առնենք այնպես ինչպես Աստծո վայել է, ուրեմն Աստված գդիր է մեր վրա, անորամար մենք իր որոշումներուն համաձայն կգալենք, եթե թևերը մեկու մեջ մտավ ասենք ընդհանրապես կնշանակե, անիկա իր հսկողությունը թրավ եւ անիկա է որ իր ներկայությունը հաստատեց մարդուն մեջ։ Մարդու մեջ ներկայություն հաստատելը դեղը կրավել չէ, մարդուն կյանքի մանրամասնություններուն վրա իր ազդեցությունը բերել է։ Ջնշում բանեցնել է։ Քու վրա ջնշում կբանեցնե։ Օրինակի համար առօրյայի մեջ դու կրնաս որոշել այս բանը գուզեմ եւ այդ բանը չեմ ուզեր։ Ընդրություն մը գլա իբրև մարդ, բայց երբ թիվային ազդեցություն գլա, դու գիտագից գլա շատ անգամ ճիշտը ինչն է, բայց մեջդ հագարակը ընելու ջնշումը կա, դու պետք է հաղթես անոր։ Կանոք հասկացավ, մեջդ հագարակ ջնշումը կա, պետք է հաղթես անոր։ Եթե չհաղթես, քեզի պիտի ստիպե որ թուն իր ուզածը ընես։ Հետևաբար ներկայությունը թիվային աշխարհին մեր կյանքերուն թեմ կամ վրա ընդհանրապես մեր առօրյային կապված է, ոչ թե մեր մեջ է կամ մեր մեջ չէ։ Այսինքն եթե մեջս չէ, ես ազատ չեմ, մեջս չէ, բայց ինձ իր մոտով դուրս են կգարավարե, խաղապարներով կգարավարե, իր չար խորհուրդներով կգարավարե։ Լեցուն հավատացյալ կան, լեցուն քրիստոնյաներ կան, լեցուն Սուրբ Հոգիով մկրտվողներ կան, դակավին գիրքերը չեն ազատած, դակավին քողութենը չեն ազատած, դակավին սուդեն չեն ազատած, դակավին լեցուն բաներ կան իրենց կյանքի մեջ, լեցուն սահմաններ կան, որոնց մեջ իրենք հաղթություն չեն ունեցած դակավին։ Սա կնշանակե նույնիսկ երբ իր սիրտը, իր հոգին փրկված է Քրիստոսով, բայց իր այդ նկարակիրը, այդ բնավորությունը դակավին հստակորեն դիրաբետված է թշնամիեն։ Որովհետև Աստված եթե ինքը լար ներշնչողը, քեզի բնավ պիտի չի ներշնչեր, բորնգությունն էլ, շնությունն էլ, գիրքի մեջինալ, բնավ։ Անոնք Աստուծո մեջ են քու մեջը։ Բնավ պիտի չսեր որ դու կողնաս, բնավ պիտի չսեր որ դու սդես, բնավ պիտի չսեր որ մեկը քեզի բամերավ թունադոր թիմած 10 ընես։ Աստված պիտի չսեր, եթե դու դակավին այս վիճակը գրկնորի ունիս քու մեջը, սա կնշանակե որ դու այդ դեղի մեջ դգար ես եւ այդ դեղը դակավին քրաված է գհսկվի ոչ դերոճմով, գհսկվի թիվային աստեցությունով։ Ինչու համար Հիսուս Ասավ երբ երթա թևը իր հետ կբերե 7 ուրիշ ավելի չար ոգիներ, որոնք ներս մտնելով հոն գփնագին 7-ն աստվածաշնչական լեզուի մեջ հաջող ամբողջականություն, գադարելությունը ցույց կտա։
Կամ միաժամանակ սաստկությունը ցույց կտա։ Այսինքն ինչքան մեծ ազդեցություն կբերեն։ Եվ որ մենք գսենք թիվային գադարելություն մը գա, այսինքն անձը իրականության մեջ շատ շվարած կյանք կապրի։ Իր որոշումներուն մեծ մասը դիրաբետված գլան թիվային ազդեցություններեն։ Գորոշես այս սխալը պիտի չնես կյանքիդ մեջ, կտեսնես, որ ուրիշ մեկ հատ մը կբռնվի քեզի, ուրիշ մեկ հատի ջնշումին դակ կինաս։ Գորոշես այս սխալը պիտի չնեմ, կտեսնես մույսը գլա, որովհետև դարբեր թիվային ուժեր, դարբեր նյութերով քու վրա սաստկություն բերած են, ազդեցություն բերած են եւ քեզի քրաված են, չեն արդոներ, որ թուն ապրիս քու հոգեվոր կյանքդ, որովհետև ադիգա իրենց հանկիստ չի դար։ Դες եթե նկատես նյութին մեջ այդ մարդը, որում մեջ են թևը ելավ, մարդը մաքուր էր, մարդը հարթարված էր, բայց ադիգա արգելք չէր, որ թևերը ետ կային։ Հետևաբար սա կնշանակե, որ բավարար չէ, որ մենք միայն մաքուր ենք Քրիստոսով։ Մենք պետք է նայենք, որ մեր ներսը ով կփնագի։ Այս մարդը հարթարված էր, բայց բարապ էր գսե, մաքուր էր, բայց բարապ էր։ Դունը մաքրվեր է, թևը ելեր է, դունը մաքրվեր է, մաքուր է, բայց բարապ է։ Դունը չեն գարներ բարապ ցկելու համար։ Հիսուս դունի օրինակը բերավ ցույց տալու համար, որ վերջավորության մեկը պետք է փնագի այս դունի մեջ։ Եթե թիվային աշխարհը վրընդվեցավ, պետք է փոխարեն Աստված փնագի։ Եթե Աստված մեր կյանքերում մեջ կփնագի, պետք է մենք ազդված լանք իր ներկայութենեն։ Մեր հավատքը կնշանակե մենք ազդված լանք Աստծո, Աստված լանք Աստծո մեզ փրկելեն, Աստված լանք Աստծո սրբութենեն, Աստված լանք Աստծո արդարութենեն եւ ադիգա ապրինք մեր կյանքի մեջ, որ ցույց տա, որբեսի ադիգա ցույց տա, թե մենք իր փնագությունը գաբրինք, իր ներկայությունը գաբրինք։ Մենք չենք կրնար հայտնել եւ ասել, որ ես զավակ եմ։ Իմ հոգիս մեջ ինքը գաբրի։ Հարցումը քո հոգիդ մեջ ապրիլը չէ, ադիգա ադորամար թումփամը չէր իր արդեն։ Հիսուս խաչին վրա մերավ, որովհետեւ դու հաճողից փրկություն ունենալ։ Քո անելիքդ այն է, որ փրկվել է իդ, քեզ փրկել է իդ քուն շունչիդ, ամեն օրվա գամքիդ, արորիայիդ մեջ ընդրած ես, որ ինքը ապրի։ Ադե հիմնականը, որովհետև գամ թուն քու մեջդ բարապ կցկես, կսես, օ հալելույա, ես մաքուր եմ։ Գամ քու մեջդ գլեցնես այդ բարապությունը եւ քու մաքրությունդ կկործածես առօրյայի համար։ Հետևաբար սիրելիներ, շատ կարևոր է, որ մենք նկատի առնենք, երբ մեկը ազատագրվի, բայց ինքզինք բարապ մնա, թադարկ մնա, անոր վիճակը գրնա ավելի քեշ լալ։ Միակ միջոցը, որ թուն մաքրվել է յետք, ավելի քեշ կամ ուրիշ հարց, ուրիշ փորձություն չունենաս կյանքիդ մեջ, քու մեջդ փնագողին սկզբունքները պետք է որդեգրես։ Ամեն օր, ամեն ժամանակ։ Ես շատ անգամ հավատացյալներու հետ կխոսիմ եւ կսեն, չեմ ազատիր, մեկ փորձությունը կվերջանա մույսը ուկա, մեկ փորձությունը կվերջանա մույսը ուկա։ Մեկ բան Աստվածաշունչի մեջ գրված չի ասիգա։ Աստվածաշունչը փնավ մեզի չսեր, որ մեր կարողութենեն վեր փորձություններով պիտի մատնվենք։ Աստվածաշունչը մեզի կհայտնե, որ մենք պիտի ունենանք խեղճ վիճակ, պիտի ունենանք դգարություն, պիտի ունենանք քննություն եւ փորձություն, բայց անոնց պիտի կարենանք թեմ տնել դերոջ ոչ առանց դիրոջ։ Եվ դերը մեզի գսե, որ առանց ինձի դուք ոչինչ կրնա գնել։ Դու ամեն օր ամեն ինչ որ գնես, դերը մեջն է։ Դերը բաժին եւ մաս ունի քու բոլոր արածներուտ մեջ։ Նայեցեք, այսպես քեղեցիկ դեր մը գա, ժամանակ մը գա, որ մենք հավատացյալ ենք, մեր կյանքը գաբրին, ինչպես որ այս աշխարհը կհրամցնե մեզի, բայց ուղղակի իր մոտ առաջնորդված չենք։ Տեսեք, ժամանակները երթալով քեշ կդառնան, եւ ժամանակները երթալով քեշ պիտելան։ Մեր ուրախությունը աշխարհին, երգիրին լավելալուն հետ կապված չէ։ Մեր ուրախությունը կապված է դերոջ հետ, ես ինչպես եմ։
իրեն հետ ինչպես եմ, ադե իմ ուրախությունս, դերը գսե, ես իմ ուրախությունս դվի ցեզի։ Երբ էր այդ ժամանակը, ամենակեշ, ամենադգար ժամանակը, որում մեջ աշակերտները գտնվեին, դերը ասավ, ես իմ խաղաղությունս դվի ցեզի, ես իմ ուրախությունս դվի ցեզի, ամենադգար, ամենակեշ ժամանակի մեջ աշակերտները գրնային Հիսուսի ուրախությունը եւ խաղաղությունը վայելել։ Շատ անգամ իբրև հավատացյալ գրնած դրդուն չնել, որ օրերը քեշ են, պայմանները քեշ են, թողնան, ինձի մարդիկ հարցնեն, ինչ վիդել լա պայմանները, գսեմ ես շատ ուրախ եմ։ Հալելույա, ես գիտեմ որ Աստծո կամքը կգադարվի։ Մարդիկ գախյալ են պայմաններեն, որ ուրախ լան։ Ես անգախ պայմաններուն ուրախ եմ, որովհետև դիրոջ չեմ տեսներ, որ այդ մտահոգությունը պետք է ունենամ, այդ ջնշումը պետք է ունենամ։ Բարձորեն, երբ իր ներկայության երթամ, ամեն ինչ որ շալգած եմ, անոնց մեկ ազատագրվիմ, ես ավելի հանգիստ կլամ։ Հետևաբար իմ խոսակցությունս, իմ արտահայտությունս իր ներկայության ազդեցութենեն գլա եւ ոչ թե պայմաններուն ազդեցութենեն։ Այս բամության մեջ խնդիրը թևերը չէին, խնդիրը թևերուն զորավորը լալը չէր, այս բամության մեջ խնդիրը դան մակրվել են ետ բարապ մնալն էր։ Սուրբ ոգիով մգրդվել է ետ Սուրբ ոգի մգրդության փորձառություն ունենալ է ետ հավատացյալներ ավելի վտանգ ունին անոր վարժվելով մեկ կողմ տնել։ Տեսեք, ես շատ Սուրբ ոգիով լեցված հավատացյալներ գիտեմ, լեզուներով խոսող հավատացյալներ գիտեմ, բնավ չեն դարբերիր ավանդականներու սովորություններն։ Լեզուները կխոսին միայն պաշտոնական ժամանակներու։ Եկեղեցի կանն է։ Աղոտնին գնեն միայն երբ եկեղեցի կան։ Ցերկերնին կպարսացնեն միայն երբ եկեղեցի կան։ Աստվածաշունչեն գլսեն միայն երբ եկեղեցի կան։ Ինչ տարբերություն ունեցար։ Հոգևոր կյանքը, որուն մեջ մդար Սուրբ ոգի մգրդությունը արիր, խոստովանությունը արիր, դեր ես քեզի պիտի ծառայեմ, քու կամքդ պիտի գադարեմ, երգիրը պիտի փոխեմ, դժոխքը պիտի բարբեմ, քանի օքի այսպես խոստումներ տված է Տիրոջ։ Բոլորս, չէ, Սուրբ ոգին աստեցության դակ այդ է նամակը։ Վերջը վարժվեցար։ Մեկ օր չգարտալ, երկու օր չգարտալ, հետո տեսար, որ այլևս մեկ չունից գարտալու, դեր հետս է արդեն։ Հետո զի մեկ չունի մաղոթելու, դեր հետս է արդեն, ինձի պրգած է։ Հետո դժվարություն մի եկավ, դժվարությունը կալենի հետ կտեսար, որ ուժը չունի սադոր արկելքին թեմ տնելու, կսես ուր է դերը, ինչու ինձի չօգնեց։ Խնդիրը մակրված, հարթարված ըլլալը չէ, խնդիրը բարաբությունն է։ Տուն հիմա բարաբ ես, թե տուն հիմա լեցուն ես։ Գիտեք, ես շատ անգամ հավատացյալներուն հետ խոսած եմ, հավատացյալները հետևյալը գսեն, երբ իրենց գսեմ գաբաշխարես, ես ապաշխարած եմ, ես հավատացյալ եմ, ասկանդարի ապաշխարեր եմ, երեկվա ռազներուտ համար ապաշխարեցիր, թրացին թեմ խոսելուտ ադեն, զարայողին թեմ խոսելու ադեն, դրդունչ ըրած ադեն, նենքություն ըրած ադեն, կողը ապաշխարեցիր, ասոնց բոլոր են։ Եթե չես ներ, դու չես նորոգվիր, չես որոշեր Աստծո հետ պիտի կալես։ Վարժությունը ես Աստծո հետ կկալեմ։ Ես Աստծո հետ կկալեմ, գիտեք, եբրայերեն բառը, որ Աստծո հետ կալելու կապված է, որ ամենազորավոր գործածությունը կտեսնենք Ենովքի կալելուն հետ կապված, որ գսե Ենովք Աստծո հետ կալեց, բնավ իրեն հետ կովի կալելու հետ կապ չունի, ամեն իմաստ ունի, բացի կովեն կալելը։ Եվ որ եբրայերենի մեջ կալելը կգործած է, իր միտքը հետևյալն է, որ հանցնված է։ Ամեն ժամանակ ուշադրությունը անոր վրա է։ Ենթարկված է անոր դեսագետին, անոր կացած դեղը, անոր ըրացները։ Հիսուս աշակերտներուն նույնը չսավ, որ մինչև այսօր մեզի է, ինձի հետևե։ Ուր գերտաս, ես դեղմը չունի մսավ գլուխս տնելու։ Եթե ինձի պիտի հետևիս, ինձի պիտի հետևիս։ Ինչս էլ է, դեղմը չունիմ, որ հոն երտաս ինձի կտնես, ինձի հետևիլ կնշանակե ինձի չգործընծնել։ Կանեոք եդս է։
Ինձի հետևիլ կնշանակե ինձի չգործընծնել, ոչ թե ասել ես իրեն հետևորդ եմ։ Ինձի հետևիլ բարին հունարեն իմաստը մեզի կհայտնե, որ իր առաջին հավատարմությունը լա այդ անձին։ Ինչպես գուսակցությունները ուխտ կնեն եւ քո հավատարմությունը այդ ուխտին պիտի լա գուսակցություններու, ճիշտ այդ բառը կործածված է, երբ Հիսուս քեզի գսե ինձի հետևե, դու չես կրնար ուրիշ երկրորդ հավատարմություն ունենալ, մինչ Հիսուսի հետևիս։ Անորոմար սիրելիներ, շատ կարևոր է մեր առօրյայի մեջ մենք նայենք ինչքան պատրաստ ենք մեր մաքրությունը կործածելու։ Ինչու՞ համար այսպես կսեմ, որովհետև շատ կարևոր է մենք մաքուր ենք խաղապարեն դուրս պետք է գանք, մենք բաշտելու վիճակին պետք է անցնենք։ Բաշտամունք մի դնենք, գծավիմ հայտարարելու համար շատ անգամ, որ հավատացյալները չեն աղոթեր այլևս։ Հավատացյալները չեն աղոթել, շատը սպաղ են աղոթելու համար։ Ամենաքեղեցիկ բանը Կյանքիդ մեջ գործընծուցած Գաբրիս կոր, հավատքի քալենի հետ։ Դու մեկ է ամեն օր առաջին բանը, որ պիտի ընես, աղոթ կնես, հանդիպիս Տիրոջ։ Իրեն բահմը երբ իրեն կհանդիպիս, ամբողջ կյանքդ կփոխե, ամբողջ օրդ կփոխե, օրվան ընթացքին փարգությանդ մեղմություն կբերե, գրվազատությանդ խաղաղություն կբերե, իրեն հանդիպիլդ ամեն այդ բաները քո մեջդ կբերե։ Դու ընդհանրապես սպաղ ես, երբ դժվարություն բադայի աղոթ կնելու, որ դերասպանը դար գարձես կորձավորը դե ինքը քո փրկիչը դե, ինքը քո Աստվածը դե, քո կորձավորը չէ, կովինին դե, քո կորձավորը չէ, քո փրկիչդ եւ քո Աստվածը դե։ Դու իրեն չես ասեր ինչ պիտի ինե։ Դու փրկության ծրագիրին համաձայն իրեն գտնունիս քո մեջդ իր սկզբունքներով, իր սիրով, իր արդարությամբ եւ Գաբրիս բնականաբար թշնամին գերացնես, ինչ կսե Հակոբոս 4:7-ին մեջը, մոդեցեք Աստծո եւ անպիտի մոդենա ցեզի եւ սատանան ինչ պիտի լա, հերու պիտի փախչի, կովինից ինչ պիտի նե, հերու պիտի փախչի։ Ով փախչուց սատանային հերու, դուն Պետք ունեցար սատանային հերու փախչելուն համար աղոթ կնել ոչ։ Ուրեմն քո խնդիրը սատանան չէ։ Փուն խնդիրը սատանան չէ։ Սատանան իր կորձը պիտի չարությունը պիտի չբացի, անիրավությունը պիտի չբացի, ամեն տեսակ վատը պիտի չբացի, բայց քո փուն խնդիրը հավատքի քալեի հետ սատանան չէ։ Հավանաբար քո փուն խնդիրը դու ես։ Որովհետև Աստծո ներկայությունը քո մեջդ, որ սատանան հերու կփախչնե, դու սխալ մեկնաբաներ ես։ Դու գրոնական մեկնաբաներ ես։ Գտեսնես դպրոցական օրեր կվերջանա, երդասարտի այդ խանդավառ օրեր կվերջանա, համալսարան կմտնե, կորձի կսկսի, ամեն ինչ որ կյանքի մեջ գավելնա, բարգ մաստուց մեկը վաքսեցնե։ Կամ ուսանա բզիկ կբերե, գնայս այլոց Աստծո ժամանակ չունի։ Գնայս Աստծո ժամանակ չունի այլևս։ Եվ շատ համոզիչ դարձած կլա։ Չես կրնար Աստծո մե բաքսազարբիլ։ Եթե Աստված կբաքսեցնես քո առօրյայիդ մեջ, այդ առօրյան ավելի սաստկությամբ կլեցվի, ասե բնույթը, չես կնար հագարագիլ, հետևաբար իմ մեջս թև գար ելավ և հիմա թև չգա, ես չունիմ, ես որդի եմ, ես Սուրբ Օքիով լեցվեր եմ, ասոնք բարապ գրոնական մոդեցումներ են, որոնք չես կնար անոնց վստահելով ապրիլ։ Այսպես բահմը մտած է ինչու Սուրբ Օքիով մգրդվել է իդ սկիզբը, ըրիր ամեն ինչ, որ հիմա ես գարաչարգեմ որնես։ Ժամանակ մի հետ կսկսար հրաժարիլ անոնց մե։ Ինչու սկիզբը երիր, եթե Սուրբ Օքին ինքը չեր դվողը իր հոսանքով, ինչու սկիզբը երիր, ինչու խենթիպես է իր սկիզբը, ինչու խենթիպես գաղոտ է իր, ինչու խենթիպես այս ամենը գներ, ինչու հիմա չեսներ։ Բարզորեն դու որոշում կայացուցիր ուրիշ ցևով քալել, եթե անցյալին ինքը կմղեր քեզի, ադոնք գնեիր, եւ այսօր ինքը չի մղեր այլևս եւ հետեւաբար ադոնք չեսներ, ով է քեզ մղողը։
Քու որոշումներուդ բայցարությունը ուրգե է, քու որոշումներուդ աղբյուրը ուրգե է։ Քու նայվածքդ, քու դեսագետդ, քու մոդեցումդ ուրգե է։ Հետևաբար սիրելիներ, հավատացյալ ես վայելե հավատքդ։ Վայելե իրեն հետ հարաբերությունը եւ մտերմությունը։ Աստծո ներկայությունը եթե ճիշտ կերպով ժամանակ տալով կյանքիդ մեջ ունենաս, վայելես, չես կնար իր մեջ ցանցանալ։ Քանի օքի եմ բադած է աղոթքի ադեն ցանցացած է, շատ քիչեր, գերեի ամենաշատ ես ցանցացել եմ։ Հանգարց աղոթքի ադեն մեծ փապակով կուկաս աղոթելու ոչ փարգա ցանցացել ես, չոր անաբադի պես վիճակ մնե։ Բնական է։ Քու մարդկայինդ արդահայտվեցավ։ Քու շնչավորդ արդահայտվեցավ։ Այն դեղերը, որ վարժվեր ես ապրիլ, անիգա արդահայտվեցավ։ Դագավին քու հավատքիդ միջոցով Աստված, որ քու մեջը դե չարդահայտվեցավ։ Արիթը դուր թողին ալ արդահայտվի։ Երբ ինքը արդահայտվի, ես կհավատամ, որ դու դժվար ոտքի ելես աղոթքեն կորձի երթալու։ Դժվար ոտքի ելես սուրճի երթալու, դժվար ոտքի ելես ուրիշ բաներ անելու, որովհետև այդ ներկայությունը կքրավե քեզ։ Այդ ներկայությունը քեզի կհայտնե հավիտենական կյանքին արժեքները, սրբությունը, օրհնությունը, այդ վիճակին մեջ սատանային չես վախնար։ Սատանային սավներեն մտահոգված չես լար։ Կյանքի դժվար պայմանները, որոնք քեզի կհանդիպին, արդեն գես այդ բահուն աղբանոց կացած է, մյուս գեսն ալ գիտես ինչպես պիտի դիմավորես։ Աստծո հետ մեր քայլերը, սիրելիներ, չեն կծված, որ ցախողությամբ լան, կծված են, որ հաղթությամբ լան։ Մենք նոր արարած ենք կսե, չէ՞։ Հիսուս կսե, ես հաղթեցի չարին, տուն վախնալու վեք չունիս։ Տուն իմ ցերակորձս ես, ես քու միջոցավդ կսե, քու կյանքդ լեցնելով աշխարհին պիտի հայտնեմ նոր ստեղծագործությունը։ Ես չեմ տեսներ Աստվածաշունչը մեզի կհայտնի այն բաները, որ մենք գաբրինք ընդհանրապես կամ դեռ դունչ կնենք։ Պետք է փոխենք մեր ցևը, սիրելիներ։ Դերոճմով մենք գրնանք անել բաներ, որ մեր փափակները չեն գրնար իրականացնել։ Անորոշ շատ կարևոր է մենք ասպաները նկատի առնենք եւ թե ով կփնագի այսօր մեր մեջը։ Նորեն գսեմ, փնագիլը չեմ գաբեր, որու դված եմ սիրտս եւ իրավես դերը իմ մեջս է։ Ով կփնագի իմ արորիայիս մեջս եմ։ Ով կփնագի իմ արորիայիս մեջ։ Ով կդիրե իմ արորիաս։ Եվ որ բասիմը մեջն ես, եւ կսկսես սկալ բասը աչ, ցախ, արակ, դքեր, ցևով կշի ինչ կսես, ով է կշող այս բասը։ Ով է վարորդը։ Ուրգե պերերենաս վարորդը։ Քու ապրած կյանքդ գորոշե կշողը։ Եվ հարցումը կհարցվի կյանքդ դուրս եկած թե ով է կշողը, ով է արորիատ գարավարողը, ով է դիրողը։ Հետևաբար Աստվածաշունչը գսե Աստծո որդիները անոնք են, որոնք Սուրբ Հոգիով կքալեն։ Ոչ թե ուսում արածենքի դագից են կքալեն, ոչ թե աստվածապանություն հրած են, խելացի են, բերջախոս են, այսինքն խոսքը պերանին է, ինչ հարցնես պատասխանունին, չսեր այդ բաները, գսե անոնք են, որոնք Սուրբ Հոգիով կքալեն։ Գսե Գաղատացիս 5:16-17-ի մեջ մարմինը շունչով հագարակ է մեր հոգին գամեցածներուն։ Այսինքն ինչ որ իմ հոգիս մեջ Աստված կգամի ինձ համար, իմ մարմինս եւ իմ զգացումներս ընդհանրապես հագարակը պիտի գամին։ Եվ ինչ որ ալ իմ հոգիս մեջն է, իմ ցանկություններուս մարմինիս եւ շունչիս հագարակն է։ Անորամար գսե քալեցեք հոգիով եւ պիտի հաճողիկ ծեր զգացումներուն մարմիններու մեջ գտնված արգելքը թոթափել,
հերու բայել։ Հետևաբար մենք ամեն օր այս ցևով ապրենք։ Նայեցեք, ես գիտեմ շատերուն համար, ես անցնաբես անցած եմ լեցուն անգամ։ Եվ որ աղոտքի կյանքդ քիչը բաքսի, նույնիսկ երբ Աստծո գծարայես։ Կանոք եդես է։ Նույնիսկ երբ Աստծո գծարայես։ Երբ աղոտքի կյանքդ բաքսի, դժվարություն գունենաս։ Նորեն աղոտքի մեջ, աղոտքի մտնոլորդի եւ աղոտքի վարժության մեջ մտնել որոշեսն է։ Դժվարություն ունենաս, գուքաս պիտի աղոթես, բադ կսկաս, գուքաս պիտի աղոթես, գետրոնացում չգա, գուքաս պիտի աղոթես, ամենազզվելի վիճակը գլա։ Անոր արչև ձունգի մի կար, ժամանակ դուր, քիչ մը աղոթե, ամեն օր ժամ տիր, այդ ժամը հարկե, իբրև ժամատրություն հարկե այդ ժամը։ Եվ դες ինչպես պիտի փոխվի հետս հետե աղոտքի բաղը քեզի հաճելի պիտի լա, աղոտքի բաղը քեզի ուժ պիտի լա, հաղթություն պիտի լա, խաղաղություն պիտի լա, ուրախություն պիտի լա, այլևս երբ պիտի սկսես աղոտքի բահին կասն է փափակով կալ, հանգարց սխալմամբ եթե դարված ես ուշացում գա, պիտի սկաս գարդես մեկը քեզի հիշեցուց այդ ապրումը զգացիր, որ դու աղոտքի գեցած ադենդ կսկաս, որպես է աղոտքի կաս։ Աստծո ներկայությունը մեր մեջ փնագիլը պետք է արժևորենք սիրելիներ։ Չդարվինք աշխարհեն։ Պողոս առաքյալը գսե այս աշխարհի գերբարանքը ծեր վրա մի առնեք։ Քանի օքի գիտե որու մասին գխոսի, ինչի մասին գխոսի, ամեն ինչ, որ այս աշխարհի սովորության կապված է, այս աշխարհեն գծնի մեր վրա գաստե, անոնցմե Աստված չգերբարանա փոխվինք։ Հապա փոխարենը դերոճմով մենք քալենք։ Ամեն։ Եկ այսօր որոշում կայացնենք։ Քանի տեսակ բան մեր առօրյայի մեջ հաղթված կաբրեինք։ Այսօր ամենը թող գոդրվին։ Թույլ մի լար։ Աստծո նե եւ որ թուն լրջորեն որոշում կառնես 1 2 3 4 5 այս բաները սխալ էին, դու նավաշխարած գլաս։ Ես այլևս այսպես պիտի ընեմ, դու խոսովանած գլաս։ Այս երկու ադը ընել էդ ետքն է, որ բնականաբար հոգիդ մեջ են զորությունը գարցակվի։ Աղոթելով չարցակվի։ Քանի օքի աղոթած է զորություն ուզած է եւ նույն չորությամբ աղոթքեմ վերջ ոտքի ելած է։ Քանի օքի նույն չորությամբ, չոփ-չոր Որովհետև աղոտքի փարերը չեն որոշեր։ Խոստովանիս, գաբաշխարես սխալեն, խոստովանիս բնականաբար անցդ ենթարկած եղար զորությունը կփխի։ Եվ կորձը կդարվելու կսկսի։ Հալելույա։ Եք միասին բաշտենք Տերը։